TRIP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Իբր փաստորեն Ամերիկան եւ Հայաստանը միավորվել են իրար հետ, որպեսզի սպասարկեն Թուրքիային եւ Ադրբեջանին։ Չի ասում փողով են սպասարկելու, թե անվճար են սպասարկելու։ Բոլորին արդեն հայտնի է, որ այդ ճանապարհի անցուդարձը, տարանցումը լինելու է փողով։ Այստեղ իհարկե ես այստեղ հավես ու առողջություն զահլաչ ունեմ Քոչարյանի պես տնտեսագիտական կամ քաղաքատնտեսական բաները բարբաջանքը վերլուծելու իմաստ չունի, էլի նստել ապացուցել, բացատրել թե TRIP-ը ինչ է, ինչի համար է եւ այլն եւ այլն։ Հա, բայց մարդը ամբողջ հոգով սրտով որոշել է, որ TRIP-ը ինչ ձևակերպում է տալիս, ասում է ամենամեծ սպառնալիքն է։ Ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանում Հայաստանի համար եւ այլն եւ այլն։ Այստեղ լեզվի տակ մոտավորապես այն խորաթեն է, ինչ մի քանի օր առաջ Նարեկ Կարապետյանն էր ասում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, թե այստեղ եթե լինի էլ, ապա պետք է ուրիշների երաշխավորություն, այսինքն Կրեմլին բերենք ստեղ դարձնենք TRIP-ի երաշխավոր կամ կոնե Չինաստանին կամ դե հաստատ թող Ռուսաստանը լինի էլի այդտեղ էլի մեր աղբորին բերենք ստեղ կողենք այս արանքը, հանգարց այս արանքից չեր տա, քաղցր աչքով մեզ նայի, մենք էլ քաղցր աչքով իրենց նայենք էլի, հա։ Բանը Ռուսաստանի հասցեին ուղղակի անուղղակի ցեխ ենք շպրտում, չգիտեմ ինչի առաջին դեմքով խոսում, այս բանի բժշկի կարիք կա ստեղ էլի հարցնել է պետք է, եթե նկատի ունես իշխանությանը բան հրա, ասա ցեխ եք շպրտում, էլի։ Ինչի՞ ես այդ նախադասությունը ձևակերպում առաջին դեմքից ցեխ ենք շպրտում։ Դու երբ ես ցեխ շպրտել Ռուսաստանի Դաշնության հասցեին։ Այ գուբերնիայի սիրահար։ Գուբերնատորի պաշտոն երազող, այսպես ասենք, էլի։ Հա, այդ ամբողջ խոսխորատեն տանում այնտեղ, թե ես լինեմ լավ կնայեմ, էլի, համել լավ կլինի Ռուսաստանի հետ, ու ասում է այստեղ դա զգալի վնաս կարող է հասցնել, բառացի չեմ մեջ բերում, գյուղատնտեսությանը, հարկատուները, SAN-ը կտուժեն, կարող են մուտքերը փակել Հայաստանի օդերը փակել իմաստով, էլի ըստ երևույթին։ Ես իհարկե իմ կապերով դրա թեմը կառնեմ։ Սա Քոչարյան Ռոբեպա թեմա առնեիր, էլի այդ հարցակողական զենքը ծախելու։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։